Բարի երեկո, դուք դիտում եք Բացհարթակ, այսօր իմ հյուրը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործարար Superfollow ընկերության հիմնադիր Գևորգ Սարգսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ առաջին հարցը դա վերջին էտապում բավական հաճախ քննարկվող YouTube-ի մոնետիզացիան է, յուրաքանչյուր տեսանյութից առաջ կամ ընթացքում մենք հիմա արդեն հանդիպում ենք գովազդի, առհասարակ ինչ շահեցինք եւ ինչ կորցրեցինք այս գործընթացից։ Այս հարցը արծարծվել է երկար ժամանակ եւ high creator-ները, որոնք YouTube-ում իրենց տեսաժապավեններն են տեղադրել, միշտ ցանկացել են ունենալ այդ մոնետիզացիան, բայց իրականում կարծում եմ, որ որոշ չափով նաև անհասկանալի արդյունք ստացվեց այն հիմքով, որ Հայաստանի ժողովուրդը 20 տարի շարունակ առանց գովազդ YouTube էր դիտում, որը բավականին պրեմիում կարգի ծառայություն էր, որը մատուցվում էր անվճար եւ այժմ մենք ստացանք ուղղակի գովազդի մեծ ծավալ, որը տհաճ է եւ վնասաբեր է շատ տարբեր առումներով։ Այս առումով, որովհետեւ մենք գիտենք, որ առհասարակ դա ամբողջ աշխարհում է ընդունված, մենք շատ հաճախ այլ երկրներում էլ երբ օգտվում ենք YouTube-ից, տեսնում ենք, որ այդ գործընթացը կար։ Իրականում կարծում եմ, որ Հայաստանի ժողովուրդը չշահեց որևէ բան, այլ շահեցին, ասենք, փոքրականակ մեր քրեատորների համայնքը կշահի, ցավոք սրտի, նույնիսկ այս քրեատորների ստեղծված բովանդակությունը, content-ը փոքրածավալ է եւ չի կարող մրցակցել միջազգային եւ համաշխարհային տարածում ունեցող քրեատորների content-ի հետ։ Այդ պատճառով նույնիսկ աշխատած գումարը շատ չնչին է լինելու եւ առողջի բաժինը միևնույն է գնալու է օտարերկրյա քրեատորներին, այսինքն իրականում Հայաստանի Հանրապետությունը շատ բան չշահեց իմ կարծիքով, մենք ուղղակի պրեմիում սերվիս ենք ստանում անվճար, իսկ հիմա ստանում ենք էկոնոմ կլասի սերվիս վճարովի ձևով, վճարելով մեր ուշադրությամբ, դիտելով գովազդ։ Պարոն Սարգսյան, YouTube-ից բացի վերջին, YouTube-ը քննարկվում է մեզ մոտ 2-3 շաբաթ, բայց արհեստական բանականության հարցը բավական երկար է քննարկվում առհասարակ թե աշխարհում, թե մեզ մոտ։ Մենք գիտենք, որ արհեստական բանականության միջոցով հիմա երգեր են ստեղծվում, տեքստեր են գրում падգամավորներից մինչև զբոսավարներ, առհասարակ արհեստական բանականության դրական եւ բացասական կողմերը, չնայած շատ լավ երգեր են իդեպ գրվում։ Արհեստական բանականությունը հեղափոխական տեխնոլոգիա է եւ կարծում եմ մենք ապրում ենք պատմական ժամանակաշրջանում, երբ ստեղծվում է մարդկության համար գուցե ամենակարևոր տեխնոլոգիան եւ կարծում եմ, որ պետք է շատ խոսել այս թեմայի շուրջ, քանի որ արհեստական բանականության ազդեցությունը մարդկության գործունեության բոլոր շերտերի վրա հսկայական է լինելու եւ մարդիկ ինձ թվում է թերագնահատում են ազդեցության չափը։ Իհարկե դրական կողմերը երևալի եւ հասկանալին են։ Դրականին դեռ կանդրադառնանք, այս դեպքում ուզում եմ հասկանալ, իսկ ինչ ասել է մարդիկ թերագնահատում են։ Փոփոխությունների ծավալը, որը մեզ մոտենում է, հսկայական է եւ շատ դեպքերում ճգնաժամաստեղծ երևույթ է ներկայացնելու իրենից եւ շատ մարդիկ իրենց գործունեության եւ աշխատանքի մեջ հսկայական փոփոխություններ են ապրելու, որը բերել է շատ մեծ դիսկոմֆորտի։ Մանրամասնեք։ Արհեստական բանականությունը փոխելու է միլիարդավոր մարդկանց առօրյա աշխատանքի ձևը, ոճը եւ արդյունավետությունը, որը բերել է այլ մրցակցային դաշտի եւ այդ իրողությունը, երբ մարդիկ արդեն ունեն ինչ-որ կայացված դիրք եւ հնարավորություններ, փոխվելու է, քանի որ այլ մարդը, որը չունի այդ դիրքը եւ հնարավորություն եւ փորձը, արհեստական բանականության միջոցով կարողանալու է մրցակցել եւ հաղթել զուտ մարդկային ռեսուրսի վրա հենվող մարդուն։ Եվ դա աննախադեպ երևույթ է եւ կարծում եմ, որ դեռ ամբողջովին չընկալված ամբողջ աշխարհի եւ հասարակության կողմից։ Տեսեք, ես արդեն շեշտեցի, չէ՞, որ արհեստական բանականությամբ երգեր են գրվում, ստեղծվում, տեքստեր են գրվում, բայց այս դեպքում մենք կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը աշխատաշուկայի վրա է լուրջ անդրադառնալու IT ոլորտից մինչև հեռուստատեսություն կամ հենց նույն երաժշտություն, արվեստ։ Միանշանակ, առաջին հարվածը հենց հասցվելու է
այն ոլորտներին, որոնք ստեղծում են թվային բովանդակություն։ Եվ նույն հենց ծրագրավորողները, որոնք ստեղծում են արհեստական բանականությունը, առաջին հենց ալիքի հարվածի տակ են լինելու։ Եվ այսօր հենց 2025 թվականի օրինակ դեկտեմբերից սկսած արդեն կան արհեստական բանականության այնպիսի մոդելներ, որոնք ուղղակի փոխում են ծրագրավորման աշխարհի ստանդարտները եւ այլևս այն կասկածները եւ սկեպտիկների տեսակետը, որ արհեստական բանականությունը միևնույն է չի փոխելու աշխատաշուկան եւ ստեղծելու է ընդհանրապես ինչ որ օգնականի ինչ որ դեր այլևս հերկված է այդ թեզը եւ իրականությունն է որ այսօր մեկ ասենք արդյունավետ ծրագրավորողը կարող է փոխարինել այդ մոդելների օգտագործմամբ, օրինակ խոսք գնում է անտրոպիկ ընկերության Opus մոդելի մասին, որը այսօր դարել է ստանդարտ, հա, արդեն այս վերջի 2-3 ամսվա ընթացքում դա բոլոր ընկերությունները անցնում են այդ մոդելի օգտագործման եւ դա բերում է նրան, որ արդյունավետությունը, ասենք 3 հոգանոց թմի կհավասարվի 30 հոգանոց ծրագրավորների թմի արդյունավետությանը եւ դա բավականին հետաքրքիր հետևանքներ կունենա աշխատաշուկայի վրա։ Իհարկե միջին եւ ավելի երկարաժամկետ հեռանկարում այդ բացերը, որ կառաջանան աշխատաշուկայում կլծվեն, հա, որտեղ կստեղծվի նոր պահանջարկ եւ այլն, բայց ճգնաժամային փուլերը անխուսափելի են իմ կարծիքով եւ շատ կարեւոր է որպեսզի եւ ծրագրավորողները եւ բովանդակությամբ ստեղծող բոլոր մարդիկ շատ ուշադիր վերլուծեն եւ հասկանան մեր իրականությունը այսօրվա եւ պատրաստվեն այս փոփոխություններին, որպեսզի չտուժեն։ Իսկ նոր աշխատանք ունենան, որովհետև տեսեք ակնհայտ է, որ սպասարկման ոլորտում արդեն շատ դեպքերում օրինակ ռեստորաններում մատուցողներին փոխարինում են ռոբոտներ, արդեն Երևանում էլ այդպիսի մի իրավիճակ տեսել եմ, կա այսպիսի մի բան, երբ մենք տեսնում ենք, լսում ենք որևէ երգ, հետո հասկանում ենք, որ դա երգիչ չի, որևէ երգիչ չի կատարում, այլ դա արհեստական բանականությամբ ստեղծված երգ է, այսինքն մենք կան ոլորտներ, որտեղ մարդիկ պետք է այսօրվանից մտածեն նոր աշխատանք ստեղծելու, նոր աշխատանք գտնելու մասին, որովհետև որոշ ժամանակ անց իրենք կարող են լինել գործազուրկ։ Տեսեք, իրականում ինչպես նաև ծրագրավորողների դեպքում դուք նշեցիք։ Ես այդպես քրիտիկական դիրքորոշման արտահայտման դեմ եմ, որովհետև այդքան པարզ չի իրավիճակը, չեմ կարծում, որ միանգամից ինչ որ բազմաթիվ մարդիկ կսկսեն կդառնան գործազուրկ։ Հարցը մի քիչ ավելի բազմաշերտ է եւ մարդիկ պետք է հասկանան, որ այս մոդելները այնքան արդյունավետություն են տալիս այն մարդկանց, ովքեր հմտորեն օգտագործում են իրենց, հա, որ իրանց հետ ուղղակի մրցակցելու են այլ մարդիկ, որոնք արհեստական բանականության հմուտ օգտագործողներ են եւ մրցակցելու են շատ հաջող կերպով։ Նույն ասենք ենթադրենք դուք օրինակ բերեցիք երգերը։ Այսօր երգերի ստեղծումը, հա, ինչ որ պարփակված է երաժշտական համայնքի մեջ եւ այնտեղ կան փորձ ունեցող մարդիկ, կան մարդիկ, ովքեր տաղանդ ունեն եւ որոշակի հեղինակություն, հա, բայց այժմ արհեստական բանականության մոդելների շնորհիվ հասարակ մարդը, որը ունի այդ ոլորտում որևէ փորձ կամ հեղինակություն, կարող է բավականին որակյալ արդյունք ստանալ եւ ուղղակիորեն մրցակցել այդ ոլորտի երկար տարիներ գործունեություն ծավալած մարդկանց հետ։ Եվ դա շոկային է լինելու այդ մարդկանց համար։ Եթե այդ մարդիկ չադապտացվեն եւ չսկսեն այդ գործիքները օգտագործել, իրանք ընկնելու են մրցակցային ճգնաժամի մեջ։ Եվ նաեւ արդյունավետության առումով իրողությունը նա է, որ մոդելները այնքան են բարձրացնում արդյունավետությունը, որ տասնյակ անգամ ավելի քիչ մարդկային ռեսուրս է պահանջում նույն աշխատանքը կամ նույն ստեղծագործական արդյունքը ստանալու համար։ Դրական կողմերին էլ անդրադառնանք, որովհետև արհեստական բանականությունը այսօր շատ հարցերում օգնում է բոլորիս։ Այո։ Այն ինչ որ շատ հաճախ մենք այն տեղեկությունը, որը փնտրում ենք, չգիտեմ, գրքերում կամ օրերով ենք փնտրում, հիմա կարող ենք մեկ վայրկյանում, մեկ րոպեում տարբեր իրավիճակների մասին, տարբեր անհատների կամ երևույթների մասին տեղեկություններ ստանալ շնորհիվ արհեստական բանականության։
Այո, ոչ միայն փնտրելն է, ես կասեի փնտրելը ամենաչնչին հատկություններից մեկն է արհեստական բանականության, որովհետև արհեստական բանականությունը այսպես է կոչվում գեներատիվ մոդելների այսօր շարքն է, որ հիմա ցնծում է, հա, աշխարհում, իրենց գլխավոր հատկությունը դա գեներացիան է, ստեղծագործումը, որը իրեն կարող են ստեղծել բովանդակություն եւ բավականաչափ վերլուծված եւ մտածված կերպով, այսինքն մոդելները ունեն reasoning-ի հատկություն, որը անգլերենից թարգմանվելով նշանակում է ունեն պատճառաբանության եւ մտածողության ունակություն, որը եւս ասում իմ կարծիքով մարդիկ չեն հասկանում ինչքան աննախադեպ եւ մեծ ձեռքբերում է որպես ամբողջ մարդկության համար տեխնոլոգիական առաջընթաց որպես, հա, եւ դա բերում է նրան, որ փնտրելուց բացի մենք ունենում ենք հսկայական ձեռքբերումներ եւ բժշկության մեջ եւ գիտական հետազոտության դաշտում, հա, եւ ցանկացած ոլորտում, որտեղ ինֆորմացիա եւ տվյալներ շատ ինֆորմացիա ավելի հասանելի է լինում բժշկությունից սկսած։ Ինֆորմացիան ավելի ճշգրիտ եւ վերլուծված եւ օգտակար է դառնում այն պատճառով, որ արհեստական բանականությունը հազարավոր անգամ ավելի արագ եւ ճշգրիտ կարող է օրինակ ձեր դիագնոզը հասկանալ եւ իհարկե այսօր չի կիրառվում այդքան լրջությամբ, որովհետեւ խոտանի որոշ չափաբաժին կա, բայց այդ խոտանը վերանում է եւ շատ շուտով բժիշկները օգտվելու են շատ լուրջ մոդելներից, երբ որ դիագնոզը շատ ճշգրիտ, հա, օրինակ ռադիոլոգիայի մեջ, երբ որ դուք ինչ որ հետազոտություն եք անցնում, օրինակ հիմա մոդելներ կան, որոնք 100 անգամ ավելի ճշգրիտ են հայտնաբերում քաղցկեղը եւ այլ խնդիրներ, եւ իհարկե բժիշկը կարող վերահաստատի, բայց ունեք շատ դեպքեր կան, երբ որ բժիշկը չի նկատում եւ իսկ մոդելը դա նկատում է եւ մարդկային կյանքեր են փրկվում։ Դա ապագան է եւ օգուտը իհարկե ակնհայտ է, որ բժշկության եւ նույնիսկ ցանկացած այլ բնագավառում, որտեղ գիտությունը առաջ է գնում եւ տնտեսության մեջ եւս, հա, երբ որ արդյունավետությունը բարձրանում է, դա օգուտ է ամբողջ մարդկությանը։ Մենք վերջերս շատ հաճախ ենք լսում, որ ՏՏ ոլորտի, այսպես ասած, վիճակը այն չէ, ինչ մի քանի տարի առաջ էր, այսինքն խնդիրներ կան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ավելին այստեղ կա մի ինֆորմացիա, որ ռուսներ, որոնք տարիներ առաջ եկել էին Հայաստան, ռուս մասնագետներ, հիմա վերջին ամիսներին հեռանում են Հայաստանից, որովհետև ոչ միայն Հայաստանում, այլ առհասարակ աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուրջ խնդիրներ կան։ Այո, նման խնդիր կա, կարծում եմ, որ օրինակ ես վերջերս վիճակագրության հետ էի ծանոթացել, որ 2025 թվականին մոտ 3200 հոգի կարծեմ մեկնել է ինժեներներ, հա, ծրագրավորողներ այդ քանակի մեկնել են Հայաստանից, դա իհարկե ցավալի թիվ է եւ կարծում եմ, որ ցանկացած երկիր պետք է պայքարի ինժեներներին իր մոտ բնակեցնելու եւ իրանց ներգրավելու, հա, համար դա նաև նորմալ է ինչ որ չափով, որովհետև ծրագրավորողները բավականաչափ ամբողջ աշխարհում ընդունված է, որ իրենք նոմադիկ կյանք են վարում, այսինքն իրենք սիրում են ճանապարհորդել եւ տեղափոխվել այլ երկրներ, քանի որ հեռահար աշխատանքը հնարավոր է իրենց համար, բայց մեր դեպքում կարծում եմ, որ դա տնտեսական երևույթ է եւ կարծում եմ մենք պետք է որպես պետություն ավելի կրեատիվ գտնվենք, որպեսզի այդ մարդկանց առաջարկենք պայմաններ, որոնք իրենց համար գրավիչ կլինեն եւ իրենք կմնան այստեղ չեն գնա։ Իսկ աշխարհում ինչով է պայմանավորված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջացած խնդիրները։ Խնդիրները պայմանավորված են արհեստական բանականության շոկային ազդեցության հետ։ Այսօր եթե երկու խոսքով ասեմ, ծրագրային ապահովման ստեղծման գինը գնում է դեպի 0։ Այսինքն առաջ եթե ծրագրային ապահովում ստեղծելը շատ թանկ երևույթ էր եւ պահանջում էր տաղանդավոր մարդկանց խմբերի ներգրավում, այսօր արհեստական բանականության շնորհիվ ցանկացած ընկերություն, ցանկացած մարդ կարողանալու է ծրագրային ապահովում ստեղծել բարձրակարգ ծրագրային ապահովում եւ եթե ինչ-որ մի ընկերություն կա, որ ունի որոշակի հաճախորդների մեծ զանգված օգտվում են իրենց ծրագրային ապահովումից, ապա այդ ընկերությունները այսօր վտանգված են։
Օրինակ այսօր եթե ֆոնդային բորսաներում տեսնեք software as a service, ծրագրային ապահովում որպես ծառայություն մատուցող ընկերությունների բաժնետոմսերի գինը ընկնում է շատ կտրուկ, որովհետև սկեպտիցիզմը այդ առումով շատ ուժեղ է աշխարհում։ Այսինքն կարող ենք ասել, որ հենց արհեստական բանականությունն իր առաջին ազդեցությունը թողել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վրա։ Միանշանակ, եւ այսօր դա հատկապես ինչպես նշեցի, վերջին անտրոպիկ ընկերության մոդելների թողարկումից հետո դա ակնհայտ է եւ անժխտելի իմ կարծիքով, բոլորը դա հասկացել են եւ նույնիսկ ասկասեի շատ ընկերություններ սառեցնում են իրենց նոր աշխատատեղեր ստեղծելու ծրագրերը, միջև հասկանան ինչ է կատարվում, ոնց պետք է անեն, որովհետև իրենց արկա թիմերը այսօր կարող են տասնապատկել կամ ավելի նույնիսկ մեծ թվերով բազմապատկել իրենց արդյունավետությունը այդ մոդելների շնորհիվ եւ ինչին է պետք նոր մարդկանց ներգրավել, կարելի է եղածով շատ ավելի մեծ թվով բարձրացնել արդյունավետությունը։ Եվ վերջին հարցը դուք ասացիք, մինչև հասկանան, այդ հասկանալու գործընթացը երկար է տևելու։ Այք ազդեցությունը այնքան տարօրինակ եւ շոկային, որ հասկանալը կարծում եմ կտևի ամիսներ, գուցե տարիներ, հա, որովհետեւ ադապտացիան տարբեր ոլորտներում, տարբեր ընկերությունների մոտ տարբեր արագություն ունի։ Բայց գտնում եմ, որ լավագույն ընկերությունները կադապտացվեն շատ արագ եւ կհաղթեն, հա, ով որ ավելի արագ կադապտացվի, նա ավելի հաջողակ կլինի։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Հիշեցնեմ իմ հյուրը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործարար Superfollow ընկերության հիմնադիր Գևորգ Սարգսյանն է։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։